Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 19-րդ գլուխ Հովապ գահանտիմանե Դավիթը Հովապի բատմվեցավ ահա թագավորը Աբիսողոմի համար գուլա ու գսկա այդ օրը հաղթանակը սուքի վերածվեցավ ամբողջ զորքին համար քանի որ զորքը այդ օրը լսեց թե գսեն թագավորը իր որդին համար գսկա Այդ օրը զորքը քաղաքակողի քաղաքը մտավ, ինչպես զորքը քաղաքակողի պիտի մտներ բادرազմեն փախչելուն համար խփնելով։ Թագավորը իր երեսը ծածկած էր։ Թագավորը բարձր ցայնով գաղաղագեր. «Որդյագս, Աբիսողոմ, Աբիսողոմ, որդյագս»։ Հովապ դունեն ներս մտավ թագավորին կով ու ասավ. Այսօր բոլոր ծառաներուդ երեսը ամոթահարր իր, որոնք այսօր ազատեցին քու կյանքդ, որդիներուդ եւ աղջիկներուդ կյանքը, գիներուդ ու հարջերուդ կյանքը, որովհետեւ քեզ ադողները գսիրես, իսկ քեզ սիրողները գադես։ Արտարև այսօր աբացուցանեցիր թե բեդերդ եւ ծառաներդ ոչինչ են քեզ համար։ Այսօր լավ հասկացա թե եթե Աբիսողոմ ողջը լար ու մենք բոլորս մեռած լայինք այսօր քեզի հաջելի պիտի թվեր։ Հիմա գանքնե դուրս ելիր եւ ծառաներուդ քաղցությամբ խոսե։ Արտարև Դիրոճմով երթում գնեմ, թե եթե դուրս չելես, այս գիշեր ոչ մեկը քեզի հետ պիտի իջևանի։ Ասիկա քեզի ավելի քեշ պիտի լա, քան մանկութենեդ մինչև հիմա վրատ հասած բոլոր ճարիքները։ Ուստի թագավորը գանքնեցավ ու թուրը նստավ։ Այն ադեն ամբողջ զորքին իմացուցին, ահա թագավորը թուրը նստած է, եւ ամբողջ զորքը թագավորին արչև եկավ, բայց Իսրայել փախեր էր յուրաքանչյուրը իր վրանը։ Դավիթ գվերադառնա Երուսաղեմ։ Իսրայելի բոլոր դողմերու մեջ ամբողջ ժողովուրդը գվիճեր ասելով. Մեր թշնամիներուն ցերկեն մեզ ազատողը թագավորն է, փղշտացներուն ցերկեն մեզ բրգողը անիգայ է, ու հիմա Աբիսողոմի բաժարով այս երկրեն փախեր է։ Իսկ Աբիսողոմ, որ մեր վրա թագավոր օծեցինք, բادرազմի մեջ մեռավ։ Ուստի հիմա ինչու լուր կգենակ թագավորը վերադարձնելու մասին։ Դավիթ թագավորը Սաթով եւ Աբիաթար քահանաներուն մարդ ղրգեց ասելով. Հութայի երեցներուն հետ խոսեցեք ու ասեք. Ինչու վերջինները գլակ թագավորը իր դուրը վերադարձնելու, քանի որ ամբողջ Իսրայելի խոսքը թագավորին հասավ մինչև իր դուրը։ Թուգի եղբայրներս եք, ոսկորս եւ միսս, ուստի ինչու վերջինները գլակ թագավորը իր դուրը վերադարձնելու։ Ամեսայի ալ ասեք. Թուն ին ոսկորս ու միսս չես, Աստված ինձի այսպես եւ ասկե ավելին ընե, եթե Հովապի դեր ընդմիշտ իմ արջևս սպարաբետ չլաս։ Այսպես բոլոր հութայաններուն սիրտը մեկ մարդու սիրտի պես իրեն հագեցուց ու անոնք թագավորին պատգամավորներ ղրգեցին ասելով. Վերադարձիր թե թուն, եթե քու բոլոր ծառաներդ։ Այն ադեն թագավորը վերադարձավ ու մինչև հորտանան եկավ։ Հութայալ մինչև քաղաքաղա եկավ, որբեսի թագավորը թիմավորե եւ թագավորը հորտանանեն անցնե։ Քերայի որդին Փաբուրիմացի Փենյամինյան Սեմեհի արդորալով հութայաններուն հետ իջավ Դավիթ թագավորը թիմավորելու։ Անոր հետ Փենյամինե 1000 մարդ կար, նաեւ Սավուղի դան սպասավորը Սիփա իր 15 որդիներով ու 20 ծառաներով։ Անոնք թագավորին արչև հորտանանեն անցան։ Թագավորը գներե Սեմեի Կեդանամը անցավ թագավորին դունը անցնելու եւ անոր հաջելի եղած զնելու համար։ Եվ թագավորը հորտանանեն անցավ, Քերայի որդին Սեմեի թագավորին արչև ինգավ ու թագավորին ասավ. Իմ դերս ինձի անօրենություն թող չսեբե, իմ դիրոջս թագավորին Երուսաղեմեն ելած օրը ծառայիդ կործած անիրավությունը մի իշեր, եւ թագավորը զայն իր սրդի մեջ թող չբահե։ Արտարև քու ծառատ գիտե թե մեղանչեց, ուստի ահա այսօր եկա Հովսեփի ամբողջ դունեն առաջ, որբեսի իմ դերս թագավորը թիմավորեմ։ Շարուհյայի որդին Ափեսա պատասխանեց. Միթե Սեմեի ասոր համար պիտի չմերծվի, քանի ինք դիրոջ օձյալ անիծեց։ Բայց Դավիթ ասավ. Դուք ինձի հետ ինչ գործ ունիք, ով Շարուհյայի որդիներ, որ այսօր ինձի գնթիմանաք։ Միթե այսօր Իսրայելի մեջ մարդ մը պիտի մերծվի, որովհետև գիտեմ թե ես այսօր Իսրայելի վրա թագավոր եմ։ Թագավորը Սեմեիի ասավ. Պիտի չմեռնիս, ու թագավորը անոր երթում ըրավ։
Դավիթ գները Մեմփիփոստեի։ Սավուղի որդին Մեմփիփոստե թագավորը թիմավորելու իջավ։ Թագավորին կացած օրեն մինչև անոր խաղաղությամբ եկած օրը ան ոտքերը թարմանած չեր, մորուքը հարթարած չեր եւ հագուստները լվացած չեր։ Եվ թագավորը թիմավորելու համար Երուսաղեմ եկավ, թագավորը անոր ասավ. Ով Մեմփիփոստե, ինչու ինձ հետ չկացիր։ Անալ պատասխանեց. Ով թագավոր, իմ դերս, ձարած զիս խապեց։ Արդարև քու ձարատ ասավ. Էշը համեդեմ, որբեսի վրան հեծնեմ ու թագավորին հետ երթամ, որովհետև ձարատ գաղ է։ Բայց անիգա քու ձարատ զիս զրբարդեց իմ դիրոջս թագավորին արջև։ Սակայն իմ դերս թագավոր Աստուծո հրեշտակիմը բես է։ Ուստի քեզի հաջելի եղածը ըրե։ Թեպետ իմ հորս ամբողջ դունը իմ դիրոջս թագավորին արջև միայն մահվան արժանի մարդիկ էին, թունք ու ձարատ սեղանդ գերագուր ուդողներուն գարկը թրիր։ Ուստի ալասկե ետ ինչ իրավունք ունիմ թագավորին փողոքելու։ Թագավորը անոր ասավ. Ինչու դակավին քու խնդիրներուդ մասին խոսիս։ Ես ասի. Թուն եւ սիփա բաժնեցեք արդերը ծեր միջև։ Մեմփիփոստե թագավորին ասավ. Ան նույնիսկ բոլորը թողարնե, որովհետև իմ դերս թագավորը խաղաղությամբ իր դունը վերադարձավ։ Դավիթ գադուցանե Պերզելիի Քաղատացի Պերզելի Ռովքելիմեն իջավ ու թագավորին հետ հորտանանեն անցավ, որբեսի անոր ուղեկցի հորտանանեն անտին։ Պերզելի հուժ ձեր մարդ մներ 80 տարեկան։ Այնքան ժամանակ որ թագավորը Մանայիմի մեջ կեցավ, ինք զայն գերակրեց, որովհետև հուժ մեծ մարդ մներ։ Թագավորը Պերզելիի ասավ. Ինձի հետ անցիր, որ քեզ իմ կովս Երուսաղեմի մեջ գերակրեմ։ Իսկ Պերզելի թագավորին ասավ. Դագավին քանի տարի պիտի ապրիմ, որ թագավորին հետ Երուսաղեմ բարձրանամ։ Ես այսօր 80 տարեկան եմ։ Միթե լավն ու քեշը գրնամ զադորոշել, միթե ծարատ իր գերածին ու խմածին համը գրնա առնել, դագավին երկիչներուն կամ երկչուհիներուն ցայնը գրնամ լսել, ուստի քու ծարատ իմ դիրոջս թագավորին ալ ինչու փերլա։ Քու ծարատ թագավորին հետ քիչ մհորտանանեն անտիմ պիտի անցնի։ Թագավորը ինչու այդպիսի փոխարեն հադուցանե ինձի։ Գաղերսեմ, ծարատ թող վերադառնա, որ իմ քաղաքիս մեջ մեռնիմ իմ հորս ու մորս քերեզմանինքով։ Ահա քու ծարատ կամամ, ինք թող անցնի իմ դիրոջս թագավորին հետ, եւ քեզի հաջելի եղածը ըրե անոր։ Թագավորը պատասխանեց. Կամամ ինձի հետ թող անցնի, ու ես քեզի հաջելի եղածը պիտի անեմ։ Անոր ինձ մե ինչ որ խնդրես, քեզի պիտի անեմ։ Ամբողջ ժողովուրդը հորտանանեն անցավ, թագավորն ալ անցավ։ Թագավորը Պերզելին համբուրեց եւ զայն օրտնեց, անալ իր դեղը վերադարձավ։ Հութա եւ Իսրայել գվիջին թագավորին համար։ Թագավորը քաղաքաղա անցավ ու կամամ անոր հետ անցավ։ Այսպես Հութայի ամբողջ ժողովուրդը եւ Իսրայելի ալ գես ժողովուրդը թագավորը անցուցին։ Եվ ահա բոլոր իսրայելացիները թագավորին եկան ու թագավորին ասին. Ինչու մեր եղբայրները հութայանները քեզ կողցան ու թագավորը անոր դունը եւ անոր հետ Դավիթի բոլոր մարդիկը հորտանանեն անցուցին։ Բոլոր հութայանները իսրայելացիներուն պատասխանեցին, որովհետև թագավորը մեզի մերձավոր է։ Այս խնդրին համար ինչու այսպես կփորփոքիկ։ Միթե թագավորեն բամը գերանք, կամ թե ան մեզի բարգև մտվավ։ Իսրայելացիները հութայաններուն պատասխանեցին. Մենք թագավորինքով 10 բաժին ունենք, նաև Դավիթի վրա ցեզմե ավելի իրավունք ունենք։ Ինչու մեզ անարգեցիք ու մեր թագավորը վերադարձնելու համար առաջ մեզմե խորհուրդ չհարցուցիք։ Բայց հութայաններուն խոսքը իսրայելացիներուն խոսքեն ավելի խիստ եղավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։